Էլի քաղաքացի դուք ասացիք ասելիք ունեք, բայց չեք ուզում հավաքված մարդկանց մոտ ասել, լսում ենք ձեզ։ Նախ ամեն բանից առաջ ամեն փառքը Աստծունն, Հայր Աստծուն, Որդին, Հիսուս Քրիստոսին ու Սուրբ Հոգուն, որ իմանանք, թե ինչ է կատարվում մեր օրերում, որ ազգը այս վիճակից կարողանա դուրս գա, այս անորոշությունից, մենք պետք է անցում կատարենք անցյալը, ներկան ու ապագան։ Դրա համար մենք պետք է դիմենք Աստվածաշնչին, Աստծո օգնությանը, որ այս թմրած վիճակից դուրս գա ազգը։ Հիմա, գիտեք, հավիտենական ժամանակներ առաջ, երբ որ Սատանան Աստծո փառաբանության խմբում էր, հրեշտակապետ էր, ուներ հրեշտակներ, իր աթոռը բարձր դասեց, Աստծո աթոռից ուզում էր, բայց վտարվեց, ու իր հետ հրեշտակներ, որ ապստամբում էին Աստծո դեմ։ Ու այդ ապստամբությունը տարածեց իր ժողովրդի մեջ, Աստծո դեմ թշնամություն ստեղծելով։ Ես չեմ ուզենա շատ մանրանամ, բայց կուզենամ նենց ասեմ, որ հանրությունը հասկանա, ժողովուրդը հասկանա, ամեն մարդ հասկանա պարզ խոսքերով, ոչ թե բարդ խոսքերով։ Սատանան Աստվածաշնչում 20-ից ավել 25 անուններ ունի, խաբեբաս, ստախոս, բանսարկու, բեղզեբուղ, տարբեր անուններով, եղբայրների մեջ կռիվ գցող։ Հիմա մեր օրերում կատարվում այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է ինչ որ կատարվում է, նայենք Աստվածաշնչում։ Հիմա այստեղ ինչ է կատարվում։ Սա ասեմ էլի։ Նայեք, երբ որ մարդը ապստամբում է, ապստամբությունը Աստծուց չի, Սատանայից է, որտեղ ինքը ապստամբող էր։ Գանք մի քիչ ժամանակ տրամադրենք, ես ասեմ, որ պարզ լինի։ Որպեսզի մեր լսարանի համար էլ, հա, հետևորդների համար էլ պարզ լինի, դուք այս պատարագին եկել էիք մասնակցելու նպատակով, կեղծ պատարագին։ Ոչ։ Եվ ինչպես կգնահատեք այս տեղի ունեցողը։ Աստծո կողմից չի ու չի ընդունվում։ Հիմա ասեմ ինչի համար։ Նախ պատմությունը պետք է մի քիչ մարդիկ կարողանան լավ հասկանան, ով են ել առաջնորդները Նիկոլ Փաշինյանից առաջ, դարեր առաջ, տարիներ առաջ, վերցնենք Լենինը, ինքը ապստամբող էր, հեղափոխական, ինքը նույնպես եկեղեցու մասնակցող էր, գիտեր աղոթել, հաղորդությունների մասնակցել ամեն ինչը, բայց Սատանան կարողացավ իր մեջ ցույց տա եղբայրների, քահանաների ինչ որ բացերը, երբ որ ինքը հեղափոխությունով անցավ առաջ, ինքը ինչ արեց, ինքը վերցրեց ընդհանրապես Աստծո խոսքը ուզեցավ հավասարություն մտցնի ու նոր աշխարհակարգ մտցնի երկրի մեջ, այսինքն պետք է լիներ հավասարություն, որը Աստծուն դրել էր մի կողմ։ Հետո մենք տեսանք հետևանքը ինչ եղավ։ Հաջորդեց Ստալինը նույն ձևով մտցրեց իր նոր աշխարհակարգը, վերցնելով Աստվածաշնչի խոսքերը, Աստծուն դրեց մի կողմ, միջև այսօր, որ գողական այդ մտածելակերպը տարածված աշխարհի վրա, Ստալինը Աստծո խոսքերը վերցրեց ու վերագրեց իրան, Աստծուն դրեց մի կողմ, ապստամբող էր ու արյունոտ։ Դուք հիմա Փաշինյանին եք խոսք ուղղում, ես ոնց հասկացա։ Դրանից հետո նայենք Հիտլերին, նույնպես ուզում էր աշխարհակարգը փոխել ու մարդկանց վերացնել, ինքն էլ հոգևորական է եղել, նես չի եղել, որ հեթանոս մարդ էր, բայց Աստծո խոսքը վերցնում էր ու Աստծուն դնում էր մի կողմ, այսինքն մարդիկ դրեցին աստվածացման իրանց ականջները, երբ որ եղավ Թավշյա հեղափոխությունը, ուշադիր պետք է նայի ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանը ապստամբող էր ու հեղափոխական, իսկ ապստամբող սրտերը միայն ու միայն պատրաստ են դավաճանության, ապստամբող սրտերը պատրաստ են արյուն թափելու, ամեն բանի ընդունակ են, ոնց որ Հուդան։ Դրա համար ուզում եմ ասեմ մի կարևոր բան։ Աստված երես է թեքե Նիկոլ Փաշինյանից։ Աստված երես է թեքե, որովհետև Աստծո անվան տակ այսօր որ կատարվում է, ստեղ էս բանը որ կատարվում է, պատարագը, պաշտամունքը, ոչ Աստծոց է, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ եղբայրը եղբորը պիտի մատնի,
ապստամբությունը բարձրացել միջև այսօրվա հասնելը ներսում մարդկանց ապստամբություն բունտ առաջացել իսկ ով այդ ամեն ինչի հեղինակը սատանան եւ նաեւ այն որ դուք չկարողացաք օրինակ ձեր խոսքը մյուս կողմում ասել որովհետեւ ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ էին Փաշինյանի աջակիցներ որոնք նաեւ լրագրողներին էին թիրախավորում փաստորեն դուք մտածեցիք որ այնտեղ եթե ձեր խոսքը ասեք ձեզ թույլ չեն տալու խանգարողները շատ են ես անցած կիրակի էլի եկել եմ ստեղ նայել եմ թե ինչա կատարվում չկար ժողովուրդ նորմալ մասսա սա ոստիկանները ամեն ինչ կողքը 10 ոստիկան ամեն մեկի կողքը 10 ոստիկան գրաժդանսկի հակած բռնապետությունը հասկանում եք ինչա տեղի ունենում երբ որ մարդը վերցրել է Աստծո խոսքը հիմա Նիկոլ Փաշինյանը վերցրել է ասում է ես բերում եմ դարի խաղաղություն որտեղ է գրված ամբողջ Աստվածաշնչում միշտ դարի խաղաղության մասին է խոսքը մենք քրիստոնյա ազգ ենք կամ եկեղեցին մաքրելը կաթողիկոսին բոլորը գիտեն որ սա մարդիկ են մեղավոր լրիվ մեղավոր են բայց ազգի առաջ դարել ենք ծաղրուցանակ աշխարհի առաջ դարել ենք ծաղրուցանակ թուլացնում են ազգը հետո մի կարևոր բան ասեմ պատահական չէր որ Նիկոլ Փաշինյանը Հռոմի միջոցով Հռոմի տոմսերը իջացնելով երիտասարդությանը Եվրոպա քաշելով մանր տարան Եվրոպա որ ժողովուրդը այդ ուժը կարանա դեմ դուրս գա միանա իրանց ու դուրս գա ժողովրդին ինչ եք հորդորում եւ եթե ամփոփեք այստեղ ինչ է այս պահին տեղի ունենում ասեմ եւ ում եք հիմնականում տեսնում ժողովրդին հորդորում են բոլոր հավատացյալներին որպես քրիստոնյա հասկանալով իրավիճակը դադարեք աղոթելուց, դադարեք խնդրելուց, Աստծո առաջ բարեխոսություն անելուց Նիկոլ Փաշինյանին, որովհետև Աստվածաշնչում չի գրված գիրը կսպանի հոգին կապրեցնի։ Այսինքն Աստվածաշնչում սատանան վերցրել է ասում է բանը աղոթեք ձեր թագավորի համար։ Բոլորը աղոթում են, գոռում են կեցե օրինակ Նիկոլը, բայց գիրքը դες չի ասում։ Այսինքն պետք է աղոթեմ խնդրելով որ Հայր Աստված տուր մեզ այնց մարդիկ թագավորներ որ իրանց սիրտը կվախենա քեզ ինձ ու կպահի քորենքներն ու կանոնները այդ ուզում ասած որ խնդրենք Աստծո ոչ թե սխալանի ինչ անի ասենք ոչ թե փրկիչ ինչ որ մեկին կարգեն այո հենց գիտեք ինչն է հարցը որ Նիկոլ Փաշինյանը հենց որ եկավ նստավաթորի ժողովուրդը իրական ճտվեց աստվածացման մարդիկ չհասկանալով թե հասկանալով գոռացին ու ասեցին մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս անգամ ինքը հայտարարեց մի տեսակ համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ որպես հեղափոխական բայց աստվածաշնչում Աստծուն բարկացրել է ինքը դրանով գիտեք շատ խիստ է բարկացրել որովհետև Հիսուս Քրիստոսը հեղափոխական չի եղել Հիսուս Քրիստոսը բժշկող է եղել Հիսուս Քրիստոսը մարդկանց մեղքերի թողություն է տվել ոչ թե հեղափոխություն արել Հիմա այն ինչ որ ստեղ կատարվում է, ստեղ ինչ որ կատարվում է, Աստծուն չի գոհացնում։ Եթե ըստ օծյալների վերցնենք, մեր եղբայրները, մեր հերոսները զոհվեցին, մեր աղբերները զոհվեցին, Նիկոլ Փաշինյանի ձեռները արյունոտ է։ Նախ առաջ Ադրբեջանում մեր գերիների մասին պետք է մարդը մտածի սիրտը ցավա, նոր հետո գա պատարակի։ Այն մարդիկ, որ ընկել են Արյուն մեջ թաթախվել են, այդ արյունը կանչում է, այդ արյունը խոսում է, այդ արյունը պահանջում է, այդ արյունը ստիպում է, Աստծուն է ստիպում, ասում է ոնց ալնելու այս ամեն ինչը։ Մի օր պետք է կանգնի Աստծո առաջ, մի օր պետք է պատասխան տա։ Ու մի կարևոր բան եմ ուզում ասեմ, թե ինչ ասում Աստված։ Խնդրում եմ բոլոր ու հորդորում եմ բոլոր ընդդիմադիր կուսակցություններին ոչ մի երիտասարդների մի հանեք ցույցերի, որովհետև իրա վրա իջել է դիվային ների ոգին։ Դա վերստույց է թույլ տված դժողքից իրա վրա իջած է դա։ Ինքը պատրաստ է արյուն թափելու, ինքը պատրաստ է հիմա մարդկանց բռնի ու սպանի, բայց մի արեք դա։ Քանի որ Աստված ունի պլան, քանի որ Աստված մշակել է պլան, Իրան ինքը արդեն այդ հարցը լուծված է։ Իրա կողից հիշում եք Հովհաննես Մկրտիչը ինչ էր ասում՝ իժերի ծնունդներ, ով իմացեց ձեզ գալիք բարկությունից փախչել։ Այս նույնը համեմատվում է այսօրվա հետ, նայեք կռիսները, առնետները, որ նավի վրա են ելնում, նավը գիտեն խորտակվում է, նավից փախնում են։ Ինքստանքյան, ինքնաբուխ Աստված դնելու է մարդկանց սրտերի մեջ լույս է ծագելու ընդդիմադիր այդ բանը ներկայիս քպականների սրտի մեջ։
Պարլամենտից փախնելու են իր կողից։ Ինքը մնալու է մի 2-3 հոգու հետ։ Այն մարդկանց վրա, որ ինքը ապավինել է, թողելու են իրան։ Վարկաների մեջ միապավինեք մարդու։ Աստված ասում է անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա։ Այսօր մարդիկ իրանց հույսը դրել են Նիկոլի վրա։ Խաղաղություն է ուզում բերի, չի լինելու այդ բանը, որովհետև ինքն է ուզում էդի բերի, ոչ թե Աստված ասե։ Աստծո խոսքից չի ասե։ Եվ նաև թշնամին չի։ Այո, գիտեք, շատ բան է, դա որ ես ասեմ, երկար ժամանակ կտևի, ուղղակի ժամանակը չի ների այդքան։ Ժողովուրդն էլ միամիտ է, նայում ես ժողովուրդը ոչխար չունեց, հովիվ չունեցող ոչխարի պես է։ Գիտեք, երբ որ Նիկոլ Փաշինյանին տվեց Աստված այս ժողովուրդը, ժողովրդին Աստվածաշունչը համատում է Աստծո հոտի նման։ Ժողովուրդ մի քիչ լայն չեք ասում, որովհետև այստեղ այնպես չի, որ մեծ թվով մարդիկ կան, եւ այնպես է, որ հիմնականում Նիկոլ Փաշինյանի աջակցությունն է, ոնց որ ժողովուրդ ավելի լայն հասկացություն է։ Ժողովրդի ինչ որ մաս, ժողովրդի ինչ որ մաս։ Ասացի լրիվ, նայեք, ինքը անելու է այն, ինչ որ սատանայի կամքն է, ոչ թե Աստծո կամքն է, բայց Աստված իրան մատնել է, թողել է, ժողովուրդը թողելու է իրան, վարկաների ժամերի մեջ, եկեղեցիները, այն եկեղեցիները, հովիվները, որ աջակցում էին միջև այսօր իրան, ժողովուրդը, էլի հանրությունը, աղոթում էր իր համար, այդ հալով լույս է ծագել իրան սրտի մեջ, իրանք հասկանալու են, լրջանալու են ու թողելու են իրան, արդեն սկսել է այդ փուլը։ Շնորհակալ եմ, իսկ մնալու եք, թե ձեր անվտանգությունից ելնելով գնալու եք։ Ես մնալու եմ, որովհետև եթե ուղիղ եթեր էլի, իսկ եթե փորձեն ձեզ ինչ որ մոտենալ եւ այլը, այդ դեպքում գիտեք ոնց Աստծո խոսքը ասելու համար մարդիկ են մեռել, հատակվել, գնացել են, սպանվել են, ոչ մեկից լավը չի։ Ես ուղղակի ուզում եի, որ առանձին խոսայինք, որ խանգարող ուժերը չկարողանային այս ամեն ինչը խանգարեին այս խոսքը։ շնորհակալ եմ։